ԵԽԽՎ-ում այդպեսի մի հնարավորություն եղավ, Դավութ Օղլուն եկել էր ԵԽԽՎ եւ ես իրեն ուզում էի հարց տալ։ Այն մասին, որ 10 տարի առաջ հայտարարել էին հարևանների հետ զրո խնդիրներ այդ քաղաքականության մասին, բայց ընդհանրապես այս 10 տարվա մեջ ինչ են արել։ Նախ չեն վավերացրել հայ-թուրքական այդ հաշտության պրոտոկոլները եւ փաստորեն զրոյական նորից մակարդակի հասցրել հայ-թուրքական հարաբերությունները։ Փչացրել են, շատ մեծ վնաս են տվել, փչացրել են Թուրքիայի հարաբերությունները Եգիպտոսի, Իսրայելի եւ Լիբանանի հետ։ Ներխուժել են Իրաք, փաստորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ Իրաքի կառավարությունը ստիպված դիմել է անվտանգության խորհուրդ ՄԱԿ-ի Թուրքիայի այդ ներխուժումը կանխելու նպատակով։ Հարձակվել են ռազմական գործողություններ են տարել քրդերի դեմ եւ Իրաքում եւ Սիրիայում։ Եթե սա կարելի է համարել զրո խնդրեմ հարևանների հետ քաղաքականություն, ուրեմն հասկանալի է, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ուղղակի ռացիոնալ չեն, բացարձակապես ռացիոնալ չեն պահում իրենց, դա ագրեսիվ, նեո-օսմանական մի քաղաքականություն է, որ այսօր Թուրքիան տանում է։ Պարոն Զուրաբյան, հիմա փաստորեն երբ 100-րդ տարելիցը անցյալում է, նաև կարելի ասել այդ արձանագրություններն են անցյալում, Երևանը Անկարայի հետ ինչ հողի վրա կարող է այսօր հարաբերություն կառուցել։ Դե այսօր այն միջավայրը չի եւ այն վիճակը չի, որ մենք կարողանանք ինչ-որ լուրջ խոսենք հարաբերությունների կարգավորման մասին։ Երբ որ այդ հայ-թուրքական պրոտոկոլները բերել էին, նրանք նաև հռչակվում էին որպես մի կարևոր բաղադրիչ վստահության կառուցման համար եւ Ղարաբաղի հարցի լուծման համար։ Հիմա ոչ միայն այդ պրոտոկոլներն են փաստորեն տապալվել, այլ նաև շատ լուրջ սրում է Ղարաբաղյան գործընթացում եւ եթե Թուրքիան գոնե անցյալում պատշաճությունները փորձում էր պահել գոնե ձևականորեն, հիմա արդեն անթակույց ըստ էության կոչ է անում Ադրբեջանին պատերազմի մեջ մտնել եւ միջև վերջ պայքարել։ Այնպես որ այս միջավայրում հիմա լուրջ չի լինի խոսել ինչ որ մի կարգավորման մասին կամ ինչ որ հեռանկարների մասին։ Այս վիճակում մեր միակ հնարավոր պատասխանը մեր ազգովին դա բռունցքվելն է, սթափվելը, հասկանալը, որ մեր պետությունը շատ արագ պետք է փոխարինել արդիականացման ռելսերի վրա եւ կառուցել այն մոդելը, որը, ասենք, Իսրայելը արդեն տարիներ շարունակ ցուցադրում է։ Մոդել, որտեղ մենք սովորում ենք, այո, թշնամական միջավայրում այնուամենայնիվ զարգանալ, կառուցել եւ բանակ, եւ տեխնոլոգիաներ, եւ տնտեսություն, բայց դրա համար իհարկե մեծ դասեր են պետք քաղվի մեր քաղաքական վերնախավի կողմից եւ մենք դրանով զբաղվելու ենք։ Եվ պարոն Զուրաբյան, Ադրբեջանի հետ բանակցությունների մասով դուք գիտեք նաև կոնգրեսի հասցեին կա քննադատություն, թե ինչու է օրինակ կողմ խաղաղապահ զորքերի մտցման, երբ արդեն իրավիճակ է փոխվել։ Նախ մենք որևէ նման բան չենք հայտարարել, այդ քննադատությունը հիմնված է բացարձակ ապատեգատվության վրա։ Խաղաղապահ զորքերի մասին եթե խոսել ենք 1994 թվականի Բուդապեշտի սամիթի կոնտեքստում եւ ընդհանրապես ոչ թե այսօրվա կոնտեքստում որևէ նման խոսակցություն չի եղել։ Իսկ ձեզ համարել են Կազանն ու Մադրիդը անընդունելի փաստաթղթեր, ինչպես որ նախկինում։ Մենք մադրիդյան սկզբունքների վերաբերյալ 4 հայտարարություն ենք արել։ Բոլոր այդ հայտարարությունները ուժի մեջ են։ Այդ դեպքում ինչի շուրջ այսօր բանակցել Ադրբեջանի հետ, պարոն Զուրաբյան։ Պրոբլեմը կա, չէ՞, հակամարտությունը այնտեղ է։ Հակամարտությունը կարգավորելու համար պետք են բանակցություններ։ Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Ավելի լավ չի
վատ բանակցություններ, կամ լավ պատերազմ։ Օրինակ այսօր էլի կոչեր են հնչում ճանաչել Ղարաբաղի անկախությունը արդեն որպես պաշտպանելու, Արցախը պաշտպանելու։ Դե եթե բերեն այդ նախագիծը խորհրդարան, մենք կարտահայտվենք դրա մասին։ Ես մի բան գիտեմ, ցանկացած քայլ պետք է ծառայի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Եթե մեր կողմից ճանաչումը ծառայում է դրան, ուրեմն պետք է ճանաչել։ Եթե չի ծառայում, եթե հակառակը դա առաջացնում է մեր միջազգային հանրության ռեակցիա, որ ուղղված է ճանաչման դեմ, ուրեմն պետք չի ճանաչել։